Բարև ձեզ, ես Հովհաննես Շողիկյանն եմ, Սպուտնիկ Արմենիայի տաղավարում հունիսի 20-ին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հյուրընկալել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ պարոն Մուկուչյանին, բարև ձեզ պարոն Մուկուչյան, շնորհակալություն, որ հերթական անգամ ընդունում եք մեր հրավերը։ Պարոն Մուկուչյան, որքանով եք պատրաստ հունիսի 20-ին նախանշված արտահերթ ընտրություններին։ Այսպես ասեմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թերևս ընտրությունները կազմակերպող գործառույթ իրականացնող մարմինն է եւ իհարկե կարող են տեղի ունենալ հերթականից զատ նաեւ արտահերթ ընտրություններ եւ այս առումով թերևս պատրաստությունը միշտ առկա է, որովհետեւ երբ որոշվում է, որ պետք է լինեն այդպիսի արտահերթ ընտրություններ, ապա պետք է պատշաճ կազմակերպել դրանց։ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով, որոնք կգործեն առաջիկա ընտրություններում, դա ռեյտինգային համակարգի վերացումներ, այո, եւ քվեարկության ձևի փոփոխությունը։ Քվեակարգում եւս փոփոխություններ։ Որքանով է դյուրին, որքանով է հեշտացվել այդ իմաստով ընտրությունների ընթացքում։ Այսպես ասենք, դա ընտրական օրենսգրքի փոփոխությունների այն հատվածն էր, որը ընդունվեց, արդեն գործողության մեջ է դրված եւ քննարկումներին էլ հետեւելիս հիմնական տերմինը, որը օգտագործում էր, դա հեշտացնող, դյուրինացնող տերմինն էր։ Իհարկե, ընտրողի տեսանկյունից ինքն դյուրինացնող է, որովհետեւ մարդը գալու է ընտրական տեղամաս, ընտրելություն է կատարելու կուսակցությունների միջև, այլևս տարածքային տեխնացու ընտրելու լրացուցիչ, այսպես ասենք, խնդիր չունի, կուսակցությունները տարածքային ցուցակներ չեն ունենալու, իհարկե աշխատանքի առումով ինքը ավելի քչանում է, բայց ընտրությունների կազմակերպման տեսանկյունից, այսինքն կազմակերպող մարմնի համար տեղին չէ, ես կարծում եմ օգտագործել ուրեմն, այսպես ասենք, հեշտացնող կամ բարդացնող եզրույթները, որովհետև երկու պարագայում էլ եթե տեղի է ունենում որևէ փոփոխություն, իսկ այս պարագայում փոխվում է նաև քվեարկություն կատարելու եղանակը, ապա հանձնաժողովը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի, նոր ուրեմն տեղեկատվական, այսպես ասենք, արշավների միջոցով, սոցիալական հոլովակների միջոցով մարդկանց բացատրելու, լրացուցիչ նախապատրաստելու, իրազեկելու, տեղեկացնելու տեղի ունեցած փոփոխություններին, որպեսզի ընտրողը տեղամաս գալուց արդեն պատրաստ լինի, ծանոթ լինի այդ փոփոխություններին, հասկանա դրանց էությունը եւ կարողանա լիարժեք ծավալով իրացնի իր ընտրական իրավունքը։ Որքանով է բավարար այն ժամանակահատվածը, որը հատկացված է ձեզ։ Կարծում եմ բավարար է, որովհետև մենք արդեն ըստ էության մեկնարկը գործընթացի տրված է, առաջիկայում կունենանք համապատասխան հոլովակներ, որոնք նախատեսում ենք ուրեմն հեռարձակել պարբերաբար, որը պարզաբանի կբացատրի նոր քվեակարգի առանձնահատկությունը, բնական է դա որպես ուսումնական նյութ կօգտագործվի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման համար, իհարկե այստեղ շատ լայն ծավալով, հատկապես այս նոր մասով մենք պատկերացնում ենք ուրեմն բավականին լայն, այսպես ասենք, սոցիալական գովազդների միջոցով քարոզչական նկատի ունեմ օրենսդրական դրույթների հետ կապված արշավ, որպեսզի առավելագույնը ընտրողները իրազեկված լինեն տեղի ունեցած փոփոխությանը եւ պատրաստ կան տեղամասեր։ Գրիչները վերացվում են, գրիչով նշումները վերացվում են եւ ընտրողը պետք է ընտրի մեկ քվեաթերթիկ տվյալ կուսակցության կամ դաշինքի։ Նախկինում հիշում ենք, որ մարդիկ բացի առաջադրված տեխնացուներից նաեւ ընտրում էին Չակ Նորիսին, նախընտրում էին Վան Դամին, Քիմ Քարդաշյանին, տարբեր գրառումներ էին անում։ Այս անգամ ինչպես են այդ մարդիկ ընտրելու իրենց ցանկացած կերպարը։ Խնդիրը հետեւյալն է, անձը գալով ընտրական տեղամաս ստանալու է քվեաթերթիկների փաթեթ, այսինքն յուրաքանչյուր կուսակցություն, ինչպես եւ նախկինում էր, ունենալու է իր քվեաթերթիկը, որի վրա նշված է լինելու տվյալ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը, ցուցակի առաջին 3 տեխնացուների անունները եւ հերթական համարը, որը գրանցումից հետո վիճակահանությամբ կտրամադրվի։ Հակառակ դարձերեսին քվեաթերթիկի որևէ գրառում չի լինելու, որովհետև տարածքային ցուցակներ չունենք։ Ստանալու է բոլոր քվեաթերթիկները, իդեպ իրավունք չունի դրանցից որևէ մեկը չստանա կամ հրաժարվի ամբողջ փաթեթը ստանալուց։ Մեկ ստանում է մեկ ծրար, անցնում քվեարկության խոց, խցում գրիչ չի տեղադրվելու եւ քվեաթերթիկների վրա որևէ գրառում, նշում, ցանկացած անթույլատրելի է, որովհետեւ այդ պարագայում քվեաթերթիկը ուղղակիորեն կճանաչվի անվավեր։ Ընտրելու է որևէ քվեաթերթիկ, առանց ծալելու քվեաթերթիկը տեղադրելու է ծրարում, որովհետև հիշում եք, որ ծրարները եւս առանձնահատուկ են, ունեն ճեղքվածք, որից հետո դրոշմա
նիշ է փակցվում համապատասխան քվեաթերթիկի վրա։ Մնացած քվեաթերթիկները գցելու է արկղի մեջ եւ դուրս գալով ուրեմն խցից մոտենալու է եւ դրոշմանշի փակցնելուց հետո իր ուրեմն ծրարը գցելու է քվեատուփը։ Ըստ էության այստեղ ամբողջ խնդիրը կայանում է հետեւյալում, որ նախկինում էլ երբ անձը վերցնում էր քվեաթերթիկը, նա կուսակցության օգտին որևէ նշում չէր կատարում։ Միայն քվեաթերթիկը վերցնել արդեն նշանակում է, որ ինքը կատարել էր այդ կուսակցության համար իր քվեարկությունը, եւ եթե նույնիսկ ինքը հակառակ դարձերեսին որևէ տարածքային տեխնացու չէր ընտրում, այդ դեպքում դա համարվում էր ձայն տրված տվյալ կուսակցության օգտին։ Այնպես որ այստեղ ուղղակի առանձնահատկությունը նրանումն է, որ մարդիկ պետք է իրականում իրազեկ լինեն մեր ընտրողները, որ որևէ գրառում չպետք է կատարվի, այսինքն որևէ նշագրում չպետք է կատարվի քվեաթերթիկի վրա, եւ հանձնաժողովներն էլ բնականաբար պետք է լինեն շատ ուշին, որպեսզի խցերում որևէ գրիչ չտեղադրվի, որևէ ընտրողանկարծ գրիչ չմոռանա, որ մարդը մեքենայաբար չվերցնի եւ փորձի ինչ-որ գրառում կատարել քվեաթերթիկ։ Իդեպ մնացած քվեաթերթիկները խոտանվում են եւ էկոլոգիական տեսանկյունից հնարավոր չէ այնպես անել, որ այդքան թուղթ չփչացվի։ Ինքը ըստ էության մի քվեակարգ է, որը աշխարհի տարբեր երկրներում կիրառվում է։ Այս մեխանիզմը, հատկապես եթե ունենում ենք մասնակից բավականին մեծ թվով կուսակցություններ, սա բավականին հետաքրքիր մեխանիզմ է, որովհետև կանխում է, այսպես ասենք, շատ հայտնի մարդկանց մոտ դարձած այդ կարուսել կոչված ընտրախախտումը, որովհետև առավոտյան երբ գալիս ենք ու սկսում ենք քվեարկություն, մինչև քվեարկության մեկնարկը յուրաքանչյուր կուսակցության 5-ական 6-ական քվեաթերթիկ գծվում է այդ արկղի մեջ։ Եվ հետո երբ ընտրողը ստանում է իր քվեաթերթիկները, մեկը ընտրում է դնում ծրարի մեջ, մյուսները գցում է այդ արկղի մեջ։ Եվ տվյալ պարագայում, եթե ընտրողին ասում են որևէ քվեաթերթիկ դրսից փորձում են տալ նրան, որ անպայման պետք է դնի, նկարի, բերի, ցույց տա եւ այլն, անիմաստ է դառնում այս խախտումը, որովհետեւ ցանկացած պահի ընտրողը հենց այդ նույն արկղից, որը գտնվում է խցի մեջ, կարող է վերցնել իր նախընտրած ցանկացած քվեաթերթիկ, տեղադրել եւ գցել քվեատուփ, անիմաստ է դառնում այս խախտման իրականացումը։ Եվ թերևս այս ընտրակարգի, այս քվեակարգի ընտրությունը հենց պայմանավորված է եղել այդ հանգամանքով, որպեսզի կանխվի ուրեմն այն ընտրախախտումը, երբ քվեաթերթիկը նախապես դրանք խիստ հաշվառման փաստաթղթեր էին, հանվում էր տեղամասից եւ այնուհետեւ հնարավոր էր լինում փոխանցում, այսպես ասենք, իրականացնել։ Այս մասին նախկինում խոսվում էր, ասվում էր, եւ որպեսի այդ խախտումը իսպառ վերանա, ընտրվեց այս եղանակը։ Հակա համաճարակային պայմանները ինչպես են պահպանվելու, կանոնները ինչ է իրականացվելու ընտրատեղամասում այդ։ Սա երևի ամենաբարդ խնդիրներից մեկն է, որովհետև եթե մենք նայում ենք եւ եթե դուք բնական է հարցնեիք ընտրությունների կազմակերպման առումով պատրաստվածությունը եւ այլն, իհարկե պատասխանը միանշանակ է, որ մենք ունենք արդեն փորձ եւ հերթական եւ արտահերթ ընտրության, մեծ հաշվով ընտրական օրենսգիրքը շատ փոփոխությունների չի ենթարկվել, նոր քվեակարգի առանձնահատկություններով պայմանավորված իհարկե որոշակի աշխատանք արվելու է, ծրագրային որոշակի ապահովում իրականացվելու է, դա ընթացքի մեջ է կհասցնենք, եւ այստեղ հիմնական առանձնահատկությունը, որ մենք նախորդ արտահերթ ընտրության եւ հերթական ընտրության ժամանակ չենք ունեցել, դա, այսպես ասենք, համավարակի պայմաններում կամ առողջապահական կանոնների պահպանման գործընթացի իրականացումն էր։ Այժմ իհարկե սա իրողություն է, որի հետ բնական է պետք է նստել հաշվի։ Ենթադրում ենք, որ տեղամասային կենտրոններում մենք ունենանք անհատական պաշտպանության միջոցներ, ուսումնասիրում ենք նաեւ միջազգային փորձը, այսինքն տարբեր երկրներ արդեն ունեն որոշակի կուտակված փորձ, խնդիրներ, սրանք այսօր բոլորը ուսումնասիրման փուլում են գտնվում, կունենանք համապատասխան ուղեցույց հանձնաժողովի անդամների համար, այսպես դերևս այս պահին արդեն կարելի է ուղղակիորեն փաստել, որ ընտրողները բնական է տեղամասային կենտրոնում, ինչպես նաև տեղամասային կենտրոնում աշխատող հանձնաժողովի անդամները, սարքերի մասնագետները, վստահված անձ դիտորդ, բոլոր այն քաղաքացիները, որոնք գտնվելու են տեղամասային կենտրոնում որպես փակ տարածք, բոլորը պարտադիր պետք է կրեն ուրեմն դիմակներ, բնական է կլինեն ախտահանիչ նյութեր, այսինքն այն անհրաժեշտը, ինչը այսօր հաստատված է առողջապահության նախարարության կողմից հաստատված կանոնակարգերով։ Այստեղ իհարկե պետք է հիմա մտածենք ուղղակի զուտ գործադրման, այսպես պրակտիկ կիրառման տեսանկյունից,
տեղամասերում հնարավոր հերթերի առաջացման դեպքում դրանց կազմակերպումը, որպեսզի հնարավոր լինի ապահովել սոցիալական հեռավորության մարդկանց միջև։ Այս պահին բավականին, այսպես ասենք, աշխատանքն են նախապատրաստական արդեն սկսել ենք այդ ուղղությամբ, սա կարծում ենք, որ առաջիկա դասընթացների ժամանակ կդառնա հանձնաժողովների ձևավորումից հետո նկատի ունեմ առանցին ուսումնական կոմպոնենտ եւ միանշանակ պետք է հաշվի նստենք իրականում այն իրողության հետ, որը ունենք եւ սահմանված բոլոր առողջապահական նորմերը պահպանելով իրականացնենք ընտրական գործընթաց զերծ մնալով ուրեմն այդ համավարակով պայմանավորված ռիսկերից։ Նաև հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը ինչպես է իրականացվելու միջազգային դիտորդների հրավերը։ Միջազգային դիտորդների բնական է հրավեր կուղարկվի եւ միջազգային դիտորդները ուրեմն լինելով Հայաստանում այսօր մի քիչ վաղ է խոսել թե ինչ քանակով դիտորդներ կգան ու նախնական քննարկումները այնպեսին են, որ միջազգային կառույցները կունենան եւ երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդներ, ինչպեսին կլինի կազմը, թվակազմը եւ այլն դժվար է այս պահին ասել, ամեն դեպքում նրանք լինելու են մեզ մոտ նույն համավարակային կանոնների պահպանմամբ իրականացնելու են իրենց դիտորդական առաքելությունները։ Քանի որ նախքան քարոզարշավը նախորդ տարիներին ականատես ենք եղել դրան, որոշ ուժեր այս առաջիկա ընտրությունների հետ կապված նաև քաղաքացիական պայմանագիրը արդեն սկսել են շրջանառել իրենց կարգախոսներով պաստառներ եւ միշտ հարց է առաջացել արդյոք դա խախտում է թե խախտում չէ նույնիսկ քվեարկության նախընտրական քարոզարշավի ժամանակ որոշ խնդիրներ են առաջացել եւ երկակի են մեկնաբանվել ինչ է կարծում անհրաժեշտություն չեք տեսնում ընտրական օրենսգրքում որոշակի փոփոխությունների որոնք կամ ավելի կհստակեցնեն կամ ընդհանրապես այդ դրույթը կհանեն քանի որ ամբողջ տարվա ընթացքում, նախորդ ընթացքում այդ քարոզարշավը այսպես թե այնպես հասկանում եմ հարցը իրարմամբ շատ ճիշտ հարցադրում եք անում, որովհետև տեսեք այսօրվա գործող ընտրական օրենսգրքի իրավակարգավորումներով սահմանվում է որոշակի ժամանակահատված քարոզչության համար եւ այսօր անգամ մենք տեսնում ենք որ շատ շատերը խոսում են որ տեղի է ունենում խախտում, չգիտեմ անօրինական քարոզչություն եւ այլն բայց նկատենք որ ընտրական օրենսգրքի տեսանկյունից մենք ունենք հստակ որոշակի սահմանված ժամանակահատված որի համար գործում են որոշակի կանոններ Հիմա եթե մենք դիտարկում ենք ըստ էության որևէ արարք խախտում է թե ոչ, նախ պետք է պարզենք սուբյեկտիվ կողմը, այսինքն կա արդյոք սուբյեկտ ով խախտել է դա, եւ երկրորդ, եթե խախտվել է, ապա ինչ է խախտվել։ Հակառակ դեպքում ուրեմն մենք ըստ էության կհակասենք վարչարության հիմնարար սկզբունքներից մեկին, օրինականության սկզբունքին, որովհետեւ յուրաքանչյուր պարագայում, երբ խոսվում է մարդու կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու մասին, պետք է նշել, որ որևէ օրենքով կա արարք, որը չի կարելի տվյալ ժամանակահատվածում կատարել կամ ոչ այդպես կատարել եւ բնական է դրանից բխող հետևանքներ է չի կարող լինել խախտում եւ չլինի իրավական հետևանք Հիմա մենք այս փուլում ըստ էության դեռ անգամ առաջադրումներ չունենք չկան գրանցումներ, հետեւաբար չկան տեխնացուներ, հետեւաբար անհասկանալի է թե արդյոք սուբյեկտային կազմ գոյություն ունի թե գոյություն չունի։ Հետեւաբար սա ակնհայտորեն նաև նկատի ունենալով պրակտիկայում տեղի ունեցող երևույթները, որովհետև շատերի կողմից այդ գործողությունները, որոնք իրականացում են, ընկալվում են որպես քարոզչություն եւ այլն, այստեղ իհարկե կարելի է մտածել օրենսդրական որոշակի կատարելագործման մասին։ Ավելին ասեմ, ես կարծում եմ, որ կատարելագործման անհրաժեշտություն ունի նաև լռության օրվան վերաբերող կանոնները, որովհետև մեզ մոտ ուղղակիորեն ամրագրված է, որ լռության օրը եւ քվեարկության օրը քարոզչություն չի իրականացվում։ Եվ սա սոցցանցերում եւ այլ այո, սոցցանցերի առումով սա իրարմամբ խնդիր է, որովհետև նախ սոցցանցերում գոյություն ունեն ամենատարբեր հնարքներ, մասնավորապես օրինակ արխիվային նյութը շատ ընթերցվելու պատճառով դառնում է առաջին էջի վերատարածել եւ այլն։ Ու կարծես թե նույնիսկ ես շատ ավելի խորքային խնդիր եմ ուզում բարձրացնեմ, որ ստացվում է մի տեսակ տարբերակված մոտեցում տպագիր մամուլի եւ օրինակ էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցի միջեւ, որովհետեւ եթե տպագիր մամուլը այդ օրը տպագրում է որևէ նյութ, ստացվում է որ դա հենց այդ օրվա նյութն է, բայց մյուս ուրեմն էլեկտրոնային միջոցով նյութը
կարող է լինել 1 օր առաջվա, 2 օր առաջվա հրապարակված, բայց ընկալման տեսանկյունից ինքը արտացոլվում է հենց այդ օրը, այսինքն նյութը իր նպատակային նշանակությանը ծառայում է նաև այդ հատվածում։ Բացի դրանից տեղ իհարկե մենք երբևէ բացարձակ մեկնաբանումներ չենք տարել, որովհետև միշտ էլ հասկացել ենք, որ թե քվեարկության նախորդ օրը, թե քվեարկության օրը զանգվածային լրատվության միջոցները ակտիվ աշխատում են, դա շատ կարևոր է լուսաբանել ամբողջ ընտրական գործընթացը եւ շատ հաճախ օրինակ հանդիպելով այս կամ այն իրավախախտմանը եւ այլն, բնական է նրանք լուսաբանմանը հնչեցնում են անուններ, ներկայացնում են որոշակի գնահատական, ասենք կոնկրետ արարքի հետ եւ իհարկե եթե շատ բացարձակ լինենք այստեղ, դա կարա անգամ հասնի մինչև մեկնաբանմանը քարոզ է, քարոզ չէ եւ այլն, այսինքն այստեղ իրարմամբ ունենք կատարելագործման անհրաժեշտություն։ Ավելին ասեմ, որ այսօր բավականին շատ, այսպես ասենք, քարոզչական հնարավորություններ են ստեղծված, մասնավորապես սոցիալական ցանցեր, էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներ, այստեղ իհարկե բավականին մեծ է կարգավորման դաշտը եւ այստեղ ասել, որ կան հեշտ լուծումներ, կարծում եմ այդպես չի, որովհետեւ հնարավոր են օրինակ դեպքեր, օրինակ մեր օրենսդրությամբ արգելված է ենթադրենք օտարերկրյա քաղաքացիների կողմից քարոզչությանը մասնակցել է։ Հիմա եթե դա կատարվում է համացանցով եւ որևէ այլ պետությունից, ինքը իր նշանակությունը մեզ մոտ ունենում է։ Բայց որ երկրի օրենքով պետք է որ օրենքը պետք է գործի, ինչ կանոն պետք է աշխատի, իրավախախտման կատարման վայրի օրենքը, թե օրինակ ասենք, չգիտեմ, սերվերը գտնվելու վայրի երկրի օրենքը, այսինքն այստեղ բազմաթիվ այսպես հարցեր կան, նույն տեխնոլոգիաները իհարկե շատ ավելի արագ են զարգանում, քան այս բնագավառում հասարակական հարաբերությունները, հուսանք, որ առաջիկայում կլինեն նաև միջազգային օրինակելի փորձ, որը հնարավոր կլինի վերցնել, դրանով ուրեմն զարգացնել մեր օրենսդրությունը։ Օրենքով ամրագրվել է նաև հեռուստաբանավեճի ինստիտուտը, հաշվի առնելով մեր նախորդ փորձը, որ հնարավոր չէր լինում պատշաճ բանավեճ կազմակերպել, ինչ եք կարծում այս անգամ որքանով կհաջողվի Գիտեք, հեռուստաբանավեճի հետ կապված դրույթները դրանք ըստ էության, եթե այսպես պայմանականորեն բաժանենք, որովհետև ընտրական օրենսգիրքը 2 անգամ փոփոխությունների ենթարկվեց, առաջինը ուրեմն վերաբերում էր ընտրակարգին, քվեակարգին, երբ դուրս եկան այդ ռեյտինգային ցուցակները եւ հաջորդը դա ավելի մեծ մասշտաբային փոփոխությունն էր, որը այս ընտրությունների ժամանակ գործողության մեջ չի դրվի, այո 22 թվականից այդտեղ էին ամրագրվել նաեւ հեռուստաբանավեճերի հետ կապված որոշակի կանոնակարգումներ, փաստորեն օրենսդրորեն դրանք բնական է ուժի մեջ չեն, բայց 18 թվականի ընտրություններին եւս մենք չունեինք նման ուրեմն կանոններ, բայց հեռուստաբանավեճ կազմակերպեց կարծում եմ հիմա եւս կկազմակերպի, բայց իմ մոտեցումը որպես մասնագետի հետեւյալն է, որ այստեղ ավելի շատ պետք է լինի մշակույթի, այսպես ասենք, զարգացումը, որպեսզի, ասենք, այդ հեռուստաբանավեճի մասնակցության ձևաչափի առումով եմ ասում, դրանց մասնակցելու կարևորության առումով եմ ասում, որովհետև եթե ընտրական բավարար մշակույթ չի ձևավորվում, բնական է այս պայմաններում, ասենք, օրենսդրական որևէ պարտադրանքով մարդուն ուղղակիորեն չես կարող պարտադրել, որպեսզի նա մասնակցի այս կամ այն ձևաչափով այդ քննարկումներին։ Բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ ինքը բավականին արդյունավետ ձևաչափ է, երբ ընտրողները հնարավորություն են ունենում նույն հարցադրումների վերաբերյալ լսել տարբեր թեկնածուների տեսակետներ, կարծիքներ, մոտեցումներ, իսկ դա կարծում եմ լավ գործիք է, որպեսզի հատկապես այն ընտրողները, որոնք վերջնականապես չեն ձևավորել իրենց մոտեցումը, իրենց քվենում պետք է տան, սա լավ հնարավորություն է, որպեսզի վերջիններս պատշա, այսպես ասենք, իրազեկվելուց հետո կարողանան կողմնորոշվել։ Ճիշտ է, սա կազմակերպչական աշխատանքներին չի առնչվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի, բայց խոսվում է նաև ընտրական օրենսգրքում падգամավորին անբարեխիղճ կամ անպատասխանատու падգամավորին հետ կանչելու մեխանիզմը։ Գիտեք, հետկանչի մեխանիզմ նախկին խորհրդային օրենսդրության շրջանակներում մենք ունեինք հետկանչի ինստիտուտ, հետո ընդունվեց սահմանադրություն, ընդունվեց ազատ մանդատի ինստիտուտը, տեսության մեջ իհարկե տարբեր մոտեցումներ կան դրանց վերաբերյալ, բայց գերակշիռ մոտեցումը դա վերաբերում է ազատ մանդատին, որպեսզի падգամավորը իրոք կաշկանդված չլինի իր, այսպես ասենք, հետ կանչման այդ անընդհատ ինստիտուտով, որ ամեն օր չնախաձեռնվի վերջինիս հետ կանչում, եթե ինչ-որ մեկը դժգոհ է, եւ սրանով պայմանավորված եւս ձևավորում է որոշակի մշակույթ, այսինքն ընտրողը որոշակի ժամանակահատված
կոչված անձ, այսինքն հերթական ընտրությունից հերթական ընտրություն իր քվեն կարողանում է ըստ էության, այսինքն պետք է կարողանա իր քվեն ձևավորի ոչ թե տվյալ օրով, այլ բնական է նաև տվյալ անձի կատարած աշխատանքով, տվյալ անձի դրսևորած ուրեմն, չգիտեմ, գործունեությամբ եւ այլն։ Քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները քվեարկությունից հետո 2-օրյա ժամկետում պետք է հրապարակվեն ԿՀ-ի կայքում։ Այստեղ դարձյալ նախկինում խոսակցություններ են եղել պետք է դա հրապարակվի, թե չպետք է հրապարակվի։ Դուք որ Գիտեք, ես ի սկզբանե անկեղծորեն իմ կարծիքը որպես մասնագետ այդ վերաբերյալ արտահայտել եմ ժամանակին, իմ կարծիքը չի փոխվել, նորից որպես իրավաբան եմ ասում, որ այդ ընտրողների ցուցակների հրապարակումը եւ դա համընկնում է նաեւ Վենետիկի հանձնաժողովի, այսպես ասենք, ռեկոմենդացիաներին, որ դրա չի կարելի հրապարակել, որովհետեւ դրանով բացահայտվում է անձի քվեարկության մասնակցելու հանգամանքը, ինչը իրենից եւս ըստ էության գաղտնի քվեարկության մի այսպես հանգամանք է իրենում պարունակում։ Բայց այնուամենայնիվ օրենսդրությունը այլ զարգացման գնաց մեզ մոտ, ընդունվեց այդ մոտեցումը, մենք համապետական ընտրությունների ժամանակ հրապարակում ենք ընտրողների ստորագրված ցուցակները, փաստորեն նախկինում հրապարակել ենք, այդտեղ որևէ փոփոխություն չկա եւ անկախ իմ մասնավոր կարծիքից կա օրենքի նորմ, սահմանադրական օրենքի նորմ, որ դրանք պետք է հրապարակվեն, ինչը նշանակում է, որ սահմանված ժամկետներում պատշաճ կարգով, ինչպես եւ նախկինում, այնպես էլ այժմ դրանք հրապարակվելու են։ Թեև այս փոփոխությունը, որի մասին հիմա կասեմ, եւս ներառված է հաջորդ ընտրությունների համար է կիրառվելու, այս ընտրություններում ներառված չէ, կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 5-ից իջեցվում է 4-ի, դաշինքի դեպքում, եթե այն կազմված է 2 կուսակցություններից, 7-ից բարձրանում է 8%-ի։ Այս փոփոխությունները որքանով կնպաստեն, որ ավելի մեծ թվով ուժեր անցնեն խորհրդարան եւ որքանով են խնդիրներ առաջացնելու։ Գիտեք, այստեղ իհարկե միայն կիրառական հարթությունից հետո կարելի է հարցի վերաբերյալ տեսակետ ներկայացնել կապված ընտրական շեմերի փոփոխությունների հետ։ Նույն իհարկե, եթե շեմը կուսակցությունների համար իջեցվում է, դա բնական է նպաստելու է, որպեսզի կուսակցությունները ավելի, այսպես ասենք, հեշտությամբ հաղթահարեն հիշյալ շեմը, բայց մի կողմից նա բարձրացվում է դաշինքների համար, այստեղ տարբեր կարծիքներ կարող են լինել, որովհետև ամեն դեպքում կուսակցության համար դյուրինացվում է, բայց դաշինք կազմելու գործը ինքը ըստ էության բարդանում է, որովհետև արդեն դաշինք կազմողները պետք է մտածեն, որ այդ 1% օրինակ ավելացումը կամ 2% ավելացումը արդյոք կկարողանան լիարժեք ծավալով հաղթահարել թե ոչ։ Պարոն Մուկուչյան, անցած 11 տարիների ընթացքում մի քանի ընտրություններ եք կազմակերպել եւ պարբերաբար ձեզ մեղադրել են կեղծելու, հաշվելու, նկարելու համար ընտրությունները, բացի այդ անեկդոտներ էին պատմում, տարբեր ինչ-որ մեմեր էին սարքում, նույնիսկ այս կատակում էին, որ ձեզ ուղարկեն կազմակերպելու եւ հաշվելու տարբեր երկրներում ամերիկյան, Ռուսաստանի եւ այլ երկրների ընտրություններին ձեզ ուղարկեն, որպեսզի հաշվեք այնտեղ քվեաթերթիկները եւ այլն։ Ինչպես է ստացվում, որ այդ բոլոր մեղադրանքներից հետո կրկին ձեզ վստահում են իրականացնել հերթական ընտրությունները։ Չգիտեմ, դժվարանամ ասեմ, համենայն դեպս ընտրությունից հետո այդ ըստ էության մեղադրանքները, որոնք որ հնչեցվում են, ինչն է պատճառը կամ ինչի վրա է հիմքը, որովհետև բազմիցս անգամ առիթ ունեցել ենք նշելու, բազմիցս անգամ, որ ընտրական օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության այնպեսին է, որ բավականին լայն հնարավորություններ է տալիս, ես կասեի նույնիսկ անսահմանափակ հնարավորություններ, իրականացնելու ամբողջական վերահսկողություն ամբողջ ընտրական գործընթացի նկատմամբ։ Եվ հնարավոր չէ որևէ խախտում, որի համար չկա պատշաճ արձանագրման եւ դրանով պայմանավորված իրավունքների պաշտպանության պատշաճ հնարավորություն։ Բոլոր հնարավորությունները տրված են։ Եվ բազմիցս անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ տեսեք, տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմում է արձանագրություն։ Արձանագրվում են այն թվերը, որոնք հաշվվում են տեղամասային կենտրոնում։
այդտեղ գտնվելու իրավունք ունեն վստահված անձինք, ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ, տեխնացուների վստահված անձինք, եւ յուրաքանչյուրին տրված է իրավունք լուսանկարահանել, տեսանկարահանել, այսինքն տեղում ստանալ քաղվածքներ այդ արձանագրությունից։ Եվ ի տարբերություն շատ երկրների, երբ մենք սկսում ենք քվեարկության արդյունքների արդեն հրապարակումը, մենք տեղամասերից ստանում ենք քվեարկության արդյունքները էլեկտրոնային համակարգով եւ ոչ թե դրանք համակարգում ենք կամ ասենք ամբողջացնում ենք, ընդհանրացնում ենք, այլ հենց տեղամաս առ տեղամաս դրանք հրապարակում ենք։ Այսինքն տեղամասում ունենալով մենք վստահված անց կարելի է վերցնել տեղամասում քաղվածք, հետո հետևել, թե համացանցում ինչ տվյալներ են հրապարակված։ Մինչ օրս կազմակերպված բոլոր ընտրությունների ժամանակ ես չեմ հիշում գեթ մեկ դեպք, երբ մեզ ներկայացվել որևէ քաղվածք, որ տեղամասում արձանագրվել է այլ թիվ, ԿՀ կայքում ամրագրվել է այլ թիվ։ Այս պարագայում խոսել, որ ինչ որտեղ այդ արդյունքը, չգիտեմ, կեղծվում է կամ չգիտեմ ինչ որ բան փոխվում է եւ այլն, նկարվում է եւ այլն, դա ինչ ասած անընկալելի է, անընկալելի է։ ԿՀ-ի ղեկավարներին նկարիչներն նկարելու հետ երբևէ սեր ունեցել եք դուք։ Երբեք չէ։ Գիտեք, ըստ էության այս գործիքակազմով նորից եմ կրկնում, ամբողջը հրապարակային է, թափանցիկ է։ Ու ասենք որևէ մեկը չի կարող մեղադրել, որ ինքը ասենք ստանալով որևէ թվային տվյալ չի կարող դա համադրելի այլ տվյալով ստուգի։ Ես եղել եմ տարբեր երկրներում, մասնակցել եմ ընտրական գործընթացներին, երբ օրինակ ստացվում էին քվեարկության արդյունքները եւ դրանք հրապարակում էին, ասենք այսպես, մարզ առ մարզ կամ ռեգիոն առ ռեգիոն։ Իսկ երբ որ ընդհանրացվում է գումարվում է թիվը, դու չես կարողանում մեջը գտնել դաժե նույնիսկ քո տեղամասը, որտեղ դու մասնակցել ես քվեարկում։ Մեր պարագայում բոլոր տեղամասերը ուրեմն այսպես ասենք հրապարակում են առանցին քաղվածքը տրամադրվում է, չկա որևէ գործընթաց, որը չգիտեմ փակ է, որին չեն թույլատրվում մասնակցել ընտրական գործընթացի մասնակիցներ, այդ ամբողջը հրապարակային է։ Ավելին 17 թվականից ի վեր մենք անգամ հրապարակում ենք ընտրողների ստորագրված ցուցակները, եւ սա եւս մի լրացուցիչ գործիք է, որովհետեւ ընտրություններից հետո մարդիկ հնարավորություն ունեն մտնելու ինչպես սեփական անձի վերաբերյալ ստուգելու, արդյոք եթե իրենք չեն մասնակցել որևէ մեկը ստորագրել է թե ոչ, իրենք հնարավորություն ունեն ցանկացած իրենց բարեկամի հետ կապված, այսինքն շատ հեշտությամբ ԿՀ կայքում կարելի է ստուգել, ենթադրենք ունի որևէ բարեկամ, անուն ազգանվան, հայրանվան հավաքելով կարողանում է ստանալ այն տեղամասի համարը, որտեղ են մասնակցել քվեարկության, այցելում է տվյալ տեղամասի ստորագրված ցուցակ եւ տեսնում է, օրինակ Հայաստանից բացակայող իր հարազատը ուրեմն այսպես պայմանականորեն նրա փոխարեն քվեարկել են, նա մասնակցել է քվեարկությանը թե ոչ։ Եվ եթե հանկարծ հայտնաբերում է նման դեպք, նրան եւս տրված է այդ իրավունքը անգամ ուրիշի վերաբերյալ տվյալ հայտնաբերելու դեպքում ներկայացնելու համապատասխան դիմում։ Սա լայն գործիքակազմ է, առավել եւս երբ մեզանում արդեն տեղամասերում տեղադրվեցին այդ գրանցման էլեկտրոնային համակարգը, գրանցման մեքենաները, որոնց միջոցով եւս իրականացվում է ընտրողների գրանցումը եւ փաստորեն համ գրանցվում են նրանք այդ մեքենաներում, համ ընտրողների ցուցակում է ընտրողը ստորագրում, այսինքն համադրելի փաստեր կամ ցանկացած, այսպես ասենք, երևույթի հետ կապված ապացուցողական բազան այնքան մեծ է եւ այնքան թափանցիկ, որ յուրաքանչյուրը կարող է սա տեսնել։ Հետեւաբար այդ տարեվատեսակ քննադատությանը եւ այլն, չգիտեմ, փորձում եմ ինչ-որ տեխնիկիստ ըմբռնումով, այսպես անգամ ընկալմամբ ավելի շատ, ընկալմամբ մոտենալ, բայց այնուամենայնիվ մեր խնդիրն է, կարծում եմ որպես կենտրոնական ընտրական հանձնաժողով, պարզաբանելու միշտ այս ամբողջ մեխանիզմը, որպեսզի իրոք մարդկանց ընկալման առումով բնական է այն ձևավորված թյուր տեսակետները, մոտեցումները եւ այլն, որովհետեւ դրանք փոխվեն։ Եվ այս ամբողջ գործիքակազմը հենց նրա համար է, որպեսզի բարձրանա ընտրողների վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ։ Եվ ասեմ, որ 16 թվականին ընդունված ընտրական օրենսգրքով իրականացված ընտրությունների պարագայում, երբ մենք ունեցանք անգամ նոր տեխնիկական սարքավորումներ, կարծում եմ սրանք եւս գործիքներ էին, որոնք այսպես քայլ առ քայլ անընդհատ նպաստում են, որպեսզի
ընտրողին ավելի թափանցիկ մատուցվի գործընթացը եւ ըստ էության իմ կարծիքով սա է հիմնական գործիքը, սա է հիմնական եղանակը, հիմնական լուծումը, որ մարդը այս իրազեկվածությամբ փոխի իր վերաբերմունքը, որը ուրեմն ձևավորել է, ինչպես նշեցի, բավականին թյուր։ Բայց դե ցավոք ունենում ենք նաեւ դեպքեր, երբ անգամ նշված պարզաբանումներից հետո կամ չեն ուզում ընկալեն կամ չեն ցանկանում ընկալել։ Բյուջեի վրա որքան կնստեն այս պայն հաշվարկը իրականացվում է, բնական է լինելու է կառավարության որոշումը հենց լինի թվերը կամրագրվեն այդտեղ, դա հրապարակային է, որևէ խնդիր այդտեղ չկա, այս պայն քանի որ հաշվարկներն են, ես ուղղակի թիվ չհնչեցնեմ։ Սովորաբար արտահերթ եւ հերթական ընտրությունների դեպքում շատ է լինում տարբերությունը կա որոշակի էության մեջ չի լինում, որովհետեւ այն բոլոր գործառույթները, որ մենք անում ենք հերթական ընտրության ժամանակ, նույնը արվում է արտահերթի ժամանակ։ Միակ տարբերությունը այստեղ հետեւյալն է։ Հերթական ընտրության ժամանակ մենք ունենում ենք նույն ծավալի աշխատանք, որն անում ենք 70 օրում կամ 65 օրում, հիմա ունենում ենք նույն ծավալի աշխատանք, որը պետք է իրականացնենք 40 օրվա ընթացքում, այսինքն ըստ էության աշխատանքի ծավալը մեծանում է, բայց չկա որևէ գործառույթ, որ մենք հերթականի ժամանակ կատարում ենք, արտահերթի ժամանակ չենք կատարում, ըստ էության նույն ծավալի աշխատանք իրականացվում է։ Անցած 10 տարիների ընթացքում ձեր կազմակերպած որ ընտրությունն եք համարում ամենաարդարը եւ թափանցիկը։ Գիտեք, այսպես ասեմ, ես չէի փորձի առանձնացնել որևէ ընտրություն, չէի փորձի առանձնացնել, որովհետեւ բոլոր ընտրությունների ժամանակ էլ գերխնդիրը մեկն է՝ անել առավելագույնը, անել ամեն ինչ, որպեսզի ընտրողների վստահությունը ավելի բարձրանա ընտրական գործընթացների նկատմամբ։ Եվ եթե մենք նայում ենք, ես 12 թվականից եմ ըստ էության կենտրոնանում, 11 թվականից կենտրոնական ընտրական հանձնաժողովում եմ, անընդհատ տեղի են ունեցել օրենսդրական փոփոխություններ։ Գիտեք, մի կողմից իհարկե, ասենք, շատ մասշտաբային մեծ փոփոխությունները շատ արագ եւ այլն, մի կողմից սա կարող է ընկալվել, որ արագ են փոփոխվում եւ այլն, բայց մյուս կողմից սա շատ կարեւոր է, որովհետեւ ամեն ընտրությունից ընտրություն ըստ էության ուսումնասիրելով պրակտիկան, ի հայտ եկած խնդիրները եւ այլն, միշտ փորձ է կատարվել ունենալ ավելի նոր կանոնակարգումներ, նոր մոտեցումներ, որոնք նկատված հնարավոր բոլոր այդ խնդիրները, ինչու՞ չէ նաև նկատված իրավախախտումները եւ այլն կանխեն եւ բնական է դրան էին ուղղված նաև այս վերջին փոփոխությունները, որոնք արվում էին, այսինքն այդ ամեն ընտրությունից հետո հավաքվում են այն խնդիրները, որոնք որ առկա են եւ իհարկե ընտրությունից ընտրություն ավելի ու ավելի է կատարելագործվում, բայց ես այնուամենայնիվ կցանկանայի նշել, որ 16 թվականի ընտրական օրենսգրքի ընդունումից հետո, երբ մենք սկսեցինք կիրառել գրանցման ժամանակ տեխնիկական սարքավորումներ, սա իրոք բավականին մեծ առաջընթաց էր, որովհետև մենք տեղամասային կենտրոններում ըստ էության կիրառեցինք մի գործիքակազմ, որը հնարավորություն տվեց բազմաթիվ հնարավոր իրավախախտումներ կանխելու, իսկ այստեղ շատ ավելի կարևոր է մտածել կանխման մասին, քան, ասենք, չկանխելով հնարավոր հետևանքների դեմ պայքարելու մասին։ Սրանք շատ լավ գործիքներ էին եւ ես կարծում եմ, որ ապագա մեր օրենսդրության զարգացումը թերևս իմ անձնական կարծիքն է, պետք է լինի այնպեսին, որ մենք գրանցման փուլը արդեն սարքավորումներում ենք իրականացնում, արդեն երևի թե ժամանակն է մտածել, որ նույն քվեարկության մեխանիզմը եւս լինի սարքերի կիրառմամբ, որտեղ այսօր կան բավականին բազմաֆունկցիոնալ ժամանակակից սարքավորումներ, այսինքն այստեղ եւս ընտրվեն նոր լուծումներ, նոր հնարավորություններ էլեկտրոնային քվեարկության ըստ ձեզ։ Ну, ես կարծում եմ, որ առաջիկայում պետք է իհարկե ուսումնասիրել նաեւ այդ խնդիրները, ուսումնասիրել, գտնել լավագույն լուծումներ, որովհետեւ կան այդպիսի լուծումներ ու կարծում եմ, որ օրինակ այդ նմանատիպ գործիքակազմի կիրառումը քվեարկության process-ում եւս ինքը ըստ էության ամբողջությամբ կփակի արդեն քվեարկության ցիկլը ավելի արդիական միջոցներով, բայց այնուամենայնիվ նորից ուզում եմ կրկնեմ, որ իրոք այս սարքավորումների կիրառումը բազմաթիվ հարցերի լուծումներ իրենք տվեցին եւ ամենակարևորը, որ այս եղանակով մենք ունենում ենք ավելի հեշտ մեխանիզմներ
արձանագրելու հնարավոր իրավախախտման ապացուցողական բազան։ Ասենք, եթե ընտրողը փորձում է կրկին անգամ անցնել սարքավորումամբ քվեարկել, անձնագիրը կրկին անցկացնելիս մի անգամից կտրոնը տպվում է, կրկնակի գրանցման փորձ, լուսանկար, ժամ եւ այլն։ Այսինքն լրացուցիչ էլ ապացուցման խնդիր չկա, կտրոնը լրիվ բավարար է։ Եվ այդ առումով կարծում եմ, որ այս իմ աշխատած ժամանակահատվածում թերևս այս տեխնոլոգիաների կիրառումը դրանք իրոք բավականին լուրջ նոր մշակույթ էր մեր ընտրական իրավահարաբերություններում։ Շնորհակալություն, պարոն Մուկուչյան, հիշեցնեմ Սպուտնիկ Արմենիայի տաղավարում հյուրընկալել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, զրույցը վարեց Հովհաննես Շողիկյանը։